Գոհություն մատուցեք Տիրոջը, քանի որ բարի է, քանի որ նրա ողորմությունը հավիտյան է։ Թող այսպես ասեն Տիրոջ փրկածները, որոնց նա ազատեց թշնամու ձեռքից, ու հավաքեք նրանց երկրներից, արևելքից, արևմուտքից, հյուսիսից ու հարավից։ Նրանք թափառեցին անապատում, ամայի ճանապարհին, բնակվելու քաղաք չգտան։ Սոված ու ծարավ լինելով, նրանց հոգին իրենց մեջ նվաղում էր, Տիրոջն աղաղակեցին իրենց նեղության մեջ, և նա փրկեց նրանց իրենց վշտերից, ու նրանց ուղիղ ճանապարհով առաջնորդեց, որպեսզի բնակելի քաղաք գնան։ Երանի թե մարդիկ գոհություն մատուցեն Տիրոջը իր ողորմության ու այն հրաշալի գործերի համար, որ նա արեց մարդկանց որդիների համար, քանի որ նա հագեցնում է կարոտյալ անձին ու անոթի հոգին բարությամբ է լցնում, ովքեր խավարի ու մահվան շուքի մեջ էին նստում, տառապանքով ու երկաթով կապված, քանի որ Աստծո խոսքերին ընդդիմացան ու անարգեցին Բարձրյալի խորհուրդը, նա էլ նրանց սիրտը աշխատանքով խոնարհեցրեց, ընկան ու ոչ ոք չկար, որ օգներ, ապա Տիրոջն աղաղակեցին իրենց նեղության մեջ, ու նրանց փրկեց իրենց տառապանքներից, նրանց խավարից ու մահվան շուքից հանեց, ու նրանց կապանքները կոտրատեց։ Երանի թե մարդիկ գոհություն մատուցեին Տիրոջը իր բարության ու իր հրաշալի գործերի համար, որ մարդկանց որդիների համար կատարեց, քանի որ պղնձե դռները փշրեց ու երկաթե նիգերը խորտակեց։ Անմիտներն իրենց չար ճամփի ու իրենց անօրենությունների պատճառով նեղություն կրեցին։ Նրանց անձը զզվեց բոլոր տեսակի կերակուրներից ու մինչև մահվան դռները մոտեցան։ Այն ժամանակ Տիրոջն աղաղակեցին իրենց նեղության մեջ ու փրկեց նրանց իրենց տառապանքներից։ Իր խոսքն ուղարկեց ու բժշկեց նրանց ու կործանումից ազատեց նրանց։ Երանի թե մարդիկ գոհություն մատուցեին Տիրոջը իր բարության ու իր հրաշալի գործերի համար, որ մարդկանց որդիների համար կատարեց։ Թող գոհության պատարակներ մատուցեն ու նրա գործերը ցնծությամբ պատմեն, որոնք նավերով ծովն են իջնում ու մեծ ջրերում աշխատում, տեսնում են Տիրոջ գործերը ու նրա հրաշալիքները խորունկ տեղում։ Նա հրամայում է ու հողմ ու փոթորիկ է բարձրանում, ու բարձրանում են նրա ալիքները։ Մարդիկ երկինք են ելնում ու խորխորատներն են իջնում, նրանց անձերը հալումաշ են լինում նեղությունից, հարբած մարդու պես ետ ու առաջ են գնում ու երերում, և նրանց ամբողջ իմաստությունը անհետանում է։ Այն ժամանակ Տիրոջն են աղաղակում իրենց նեղության մեջ ու փրկում է նրանց իրենց աղետալի վիճակից։ Մրիկը հանդարտեցնում է ու ալիքները դադարում են, ուրախանում են, երբ փոթորիկը դադարում է, և նա նրանց իրենց ցանկացած նավահանգիստն է առաջնորդում։ Երանի թե մարդիկ գոհություն մատուցեին Տիրոջը իր բարության ու հրաշալի գործերի համար, որ արեց մարդկանց որդիների համար։ Թող բարձրացնեն նրան ժողովրդի հավաքի մեջ ու երեցների ժողովում թող փառաբանեն նրան։ Գետերն անապատի է վերածում, իսկ ակնաղբյուրները չոր հողի, պտղաբեր երկիրը աղի վայրի, նրա բնակիչների չարության պատճառով։ Անապատը փոխարկում է ջրառատ լճի, իսկ չոր գետինը ջրավազանների, և սովյալներին այնտեղ է բնակեցնում, որ բնակելի քաղաք հաստատեն, ու դաշտերը ցանեն ու այգիներ տնկեն, ու առատ բերք ստանան։ Օրհնում է նրանց, ու նրանք խիստ բազմանում են, ու նրանց անասունները չի պակասեցնում։ Նորից նվազում են ու ցածրանում բռնությունից, նեղությունից ու վշտից։ Անարգանք է թափում իշխանների վրա ու նրանց թափառեցնում անապատում, ուր ճամփա չկա, բայց աղքատին բարձրացնում են խեղճությունից ու նրանց ընտանիքները ոչխարի հոտերի պես է դարձնում։
Արդարները տեսնելու են և ուրախանալու, բայց ամեն անօրենություն փակելու է իր բերանը։ Ով իմաստուն է և պահում է այս բաները, նա հասկանալու է Տիրոջ գթասիրությունը։